մեր հին ավանդույթ մշակույթի լեզուն հոգևորը վերացրեցին, մեր հին արմենական ժառանգությունը ոչնչացրեցին, այս Գանդոնը ոնց էր ասում, հայերն ունեն, մի հատ հավաբուն, գառն ու տաճար, ու ռագատկի քարեր, աստղադիտարա, մոռացել է, ու դուք ղախպեք, այս գյոթին ասում եք իշխանություն, հարց եմ տալիս, ով ասում, հայերն ունեն, այսինքն ինքը հայ չի, չէ, ինքը տաքում չունի, չէ, բա ոնց կարող է թուրքի, լսում եք է, թուրքի գիտակից մարդը արմենական ծագում ունեցող անձը ասի իշխանություն, հարց եմ տալիս, հա? Հարց եմ տալիս, էլ ուզում եմ հասկանամ, էլի ես իրոք ուզում եմ հասկանամ, որ գիտակից մարդը թուրքի շինված բոզի տղուն, ով որ ասում է հայերն ունեն, մի հատ հավաբուն, գառն ու տաճար, մի հատ էլ աստղադիտարան, ռագատկի քարեր, հարց եմ տալիս, հա? Մի րոպե վայ վիժվածքներ Արման Սաղաթելյան հաջողվացի մի րոպե հեսա քթա հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, գառն ու տաճարը, հա, մեկ էլ քարահունջ, աստղադիտարանը, Նիկոլ Փաշօղլի, 1999 թվական, այսինքն տեսեք, Խերժոնել, Ռաուֆնել, Քորնել, ածը կոչվածնել, խորոշի տղոքյոքեր, լսում եք արա, դա ոռներն էլ, սահմանադրականներն էլ, դաշտաններն էլ, հանրապետականներն էլ, դոդիկներն էլ, լֆոներն էլ, լֆոն հիշում եք, են զոնտիկը պահած, Ավինյանի վրեն, որ անձրև չկաթա, հիշում եք, չէ, զոնտիկ էր պահում, պիդրի գլխին զոնտիկ պահողը ով է, ինչ է, նույն պիդրը չի, հիշում եք, չէ, լֆոն էլ ասում է, Փաշօղլին մեր աղբերն է, մոռացել եք, հարց եմ տալիս, այլո, բա դոդիկը հիշում եք, ասում եք, արա Փաշօղլու դուխու վրա ով է կասկածում, մեր աղբերն է, լսում եք, հիմա, հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, հայերն ունեն, եթե ասում է հայերն ունեն, ուրեմն ինքը հայ չի, ճիշտ է, եթե ինքը հայ չի, որովհետև եթե դու հայ ես, պիտի մենք արմեններ ենք, հիմա ասում է հայ է, եթե ինքը ասում է հայերն ունեն, ուրեմն ինքը հայ չի, ճիշտ է, ինքը ընդունում է, որ հայ չի, բա լավ, հիմա սենց հարց տամ ձեզ, էլի, բա որ ինքը հայ չի, այս Գանդոնին ոնց նշանակեցին որպես որչապետ, հարց եմ տալի, բա ածն, բա դատախազությունը, բա մուսռնոցը, բա քնչականը, բա մնացած կուսակցական պոր, հիշում եք չեն, Ամերիկաներում են քրիստինե կոչված պորնոհիները հա են, լեսբուհիա, եսիմ ինչուհիա, եսպի պորնոն, հա, Բելգիաներում, Ֆրանսիաներում, Ռուսաստաններում, մոռացել եք արա, հա,
ծափեիք տալի, փողեիք հավաքում, ես պիդրին ուղարկում, ես պորնոյի ագարկա կնոջ Փաչիկի արանքը լցում, Բելգիաների խարոշիներ հարա, բա, գիտեք ինչքան փող էին հավաքում, բա, խանութ մանութ ունեին, խանութչիկները հավքում էին, բերում էին ես որի շինվող գյոթի, ազգին ցեղասպանողին, մանկապիղծին փող էին տալի, հիմա հարցը առաջանում։ Ու դրանք ով են։ Են բաները, են Ռուսաստանի քաղաքակետները Փաշողլի մաշողլի են երգում, օնտակոյ, բերում էին, ընդունում էին որպես որչապետ։ Արա այդ Սորոսի գրասենյակից, Սորոսի ֆինանսավորվող 95 թվականից Սորոսի գրասենյակը Գարեգին Չուքազյանի տնօրինությամբ գործում էր Հայաստանում, Ժիրիկ Սիֆիլիստիկյանների, Ռաուֆ Սեիդօղլիների, Խերժոների, իդեպ էլ ասեմ որ, այդ սորոսական գումարներից ֆինանսավորվել է նաև դաշտանները, մոռացել էի, նրանք քամակից լավ շինվում են, գիտեք, դրանց կլուբի իշխանիկները, Արմենչիկ Ռոստոմյանները, չգիտեիք, ոնց թե չգիտեք, հարա, հա? Ռաուֆները, Խերժոները, հստակ նույն կլուբի անդամներն են, չգիտեիք դու, լավ էլի։ Տեսեք, դատախազություն ԱԱՑ-ը բոլորը իմացել են, այս պորնոյի գրած 99 թվականի գրածը։ Ու այս պորնոները Թուրքի ворն են պահում։ Ворն են պահում։ Ով նշանակ է Խերժոն։ Այդ ո՞նց եղավ Խերժոն ազգային անվտանգության, ներքին գործերի նախարար է, ու դրուկ 7 տարի սռոկը վրեն, բերումա տարուկես նստստումա, բերումա նշանակումա ազգային ախորի դեպուտանկա։ Եթե իրար հետ չեք շինվում, պիդրներ։ Եթե Ռաուֆի հետ իրար հետ չեք շինվում, այս պիդրին ոնց եք դուք բերում նշանակում, արա, հա? Հարց եմ տալիս։ Հարց եմ տալիս, այդ պորնոներ։ Կամ այս պորնոների շահերը պաշտպանողներ։ Գնացեք, ասենք շատերը արդեն բանում ես, արտասահմաններում ազգանունները փոխել է, դարձել են ջհուդական, թուրքական ազգանուններով պորնոներ։ Ու բնականաբար մարդ որ իր էությունը փոխում, ուրեմն ինքը այդ էության տերը չի եղել, կարողը չի եղել, ճիշտ է։ Որովհետև եթե ինքը իր հորից ժառանգա ստացել, ժառանգություն ստացել, առյուծը ոնց կարող է պատահի, տեսեք հասարակ պարզ օրինակով, առյուծը պատկերացնում եք, մի հատ կապիկի ծնված առյուծը, հա, իր դիմագիծը փոխի դառնա կապի, կամ շակալ, կամ ոչխար, հասկանում եք ես ինչ է, կամ սիրամար, կամ ագրավ, կամ հավ, կամ ողջար, հասկանում եք ես ինչ է, առյուծը մնում է առյուծ, առյուծին են ասում առյուծ,